Որպես օրինապար քաղաքացի։ Այսօր ինչ ակնկալիք ունեք ձեր դատական նստի հետ կապված։ Արդեն բանի փուլն է, վկաների հարցաքննության փուլն է, հետաքրքիր շրջանացքում տեսնենք ոնց կստացվի։ Պարոն Աղազարյան, հրապարակվել են նախընտրական ցուցակները, դուք ծանոթացել եք, ինչ սպասելիքներ ունեք, ում եք աջակցելու եւ ձեր կուսակցությունը որոշում կայացրել է ի վերջո ում կմիանա։ Մենք բանակցությունների մեջ ենք մի քանի կուսակցությունների հետ, որևէ մեկի հետ չստացվեց համագործակցության եզրեր գտնել եւ հետեւաբար ամսի 19-ին մեր համագումարն է, որտեղ մենք հաստատենք մեր նախընտրական ցուցակը։ Ում հետ եք փորձում համագործակցության եզրեր գտնել։ Դե հարմար չեմ գտնում, ասեմ, մասնավորապես լուսավորի բոլորին դեմ եմ, մյուսներին հարմար չեմ գտնում, ասեմ։ Ինչու չստացվեց համագործակցել։ Նրանք չուզեցին դե դուք։ Չէ, ես պետք է ասեմ, որ նրանք չուզեցին։ Ինչն է պատճառը, որ Փաշինյանի թիմից եք եղել, օրինակ, ինչ կարող է։ Երևի դա էլ կար։ Պարոն Աղազարյան Մարուկյանն էլ է ժամանակ։ Դետին հասցրեք։ Այս զուգահեռ իրականությունը հիմա տեսնում եք դատարանի բակում, զուգահեռ ընթանում է նաև գործարար բարերար Սամվել Կարապետյանի գործող դատական նիստը եւ այն հայտարարությունները, որ իշխանության կողմից է արվում, դուք ո՞նց եք վերաբերվում, ասելիք ունեք այս մասով։ Ունեմ, այո, ունեմ իմ քաղաքական փորձը հուշում է, որ այն ճանապարհով որ գնում է մեր ձևով շարժումը, լինելով ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, ինքը իր քայլերով նպաստելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը երբ որ առաջ կարծես թե ազգային ժողովում հայտարարեց, որ ընդդիմադիրները նույնիսկ անցողիկը չեն հաղթահարելու, իսկ իրենք 65+% ձայն ունեն, դուք ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի ոսորանում մեր ձևով շարժումը, ապա Նիկոլ Փաշինյանի այդ բանը կիրականանա։ Ինչ է անում։ Դե որովհետև Ինչ է անում։ հակաքաղաքագիտական քայլեր են անում եւ այլն։ Լինելով ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, իրենք որևէ քայլ չեն անում ընդդիմադիր դաշտը համախմբելու համար։ Եթե ընդդիմադիր դաշտը համախմբված, չեմ ասում մի ցուցակով բնականաբար, միասնական ճակատով չգնաց ընտրության, ապա այո, Նիկոլ Փաշինյանը հավաքելու է 70% ձայն։ Պարոն Աղազարյան, համագործակցություն ում հետ չեք տեսնում, ում եք կտրականապես մերժում։ Ճակատի ֆորմատով բոլոր այն ուժերը, որոնք իրենց համար կարևորագույն կետ են համարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ վարչապետի վերարտադրության անընդունելիությունը, մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ճակատի ֆորմատով։